Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ամենամեծ աղմուկը Հայաստանում բարձրացրեց Ռուսաստանից, Բելարուսից, Ղազախստանից առաջ ընկնելով առաջինն այնուհանդերձ պայմանագրին այո ասաց մեր խորհրդարանը։ Իշխանությունը պահը պատմական համարեց, ընդդիմադիրները վտանգավոր եւ անհեռանկար։ Եվրասիական միության հակաքարոզիչների փաստարկներին, թե Հայաստանը չի կարող քայլել ավտորիտար, ժողովրդավարությունից հեռու ամեն քայլափոխին մարդկանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարող Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի հետ, իշխանությունը պատասխանեց. Արժեքային համակարգը այս պահին դեռևս այսպես առաջնային համարել չի կարելի, որովհետև հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի միասնական արժեքային միջավայր հնարավոր կլինի ձևավորել, բայց որ տնտեսական շահերը զուգամիտվում են եւ տնտեսական շահերը բերում են մեկ միասնական քաղաքական մոտեցումների, սա ակնհայտ է։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընդդիմախոսները, նրանց թվում նաեւ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻՄ կուսակցության առաջնորդ խորհրդային ժամանակների հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանն էլ ավելի հեռուն գնացին։ Խոսեցին քաղաքակիրթ աշխարհից, Հայաստանի մեկուսացման, մինչև անգամ անկախության կորստի հեռանկարից։ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները, դառնալով եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տանվոր։ Չի կարելի քաղաքակրթության դեմ պատերազմ հայտարարել եւ չի կարելի այդ պատերազմը հայտարարողների հետ դաշնակից դառնալ։ Ավելի նողկալի բան դժվար էր պատկերացնել մեր իրականության համար, մեր պատմության համար։ Գոնե այդ կիսատ պռատ եւ պահպանեին։ Չօգնեց իշխանությունն իր տեսակետին մնաց։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը զգուշացրեց, Եվրասիական տնտեսական միությանը միանալով Հայաստանում մաքսատուրքերի եւ գների աճն անխուսափելի է լինելու։ Իշխանության ներկայացրած թվերով մոտ 800 ապրանքատեսակների շուրջ պայմանավորվել են գներն անփոփոխ թողնել։ Եվրասիական միության ընդդիմախոսների հաշվարկներով, սակայն, ավելի քան 6000 ապրանքատեսակներ թանկանալու են։ Այն, որ գնաճն անխուսափելի է լինելու, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն էլ չթաքցրեց, անգամ անկեղծության պորտկում ունեցավ։ Այդ ապրանքների ցանկը թվարկել ես կարող եմ, մոտս հիմա կա, բայց դա կտևի առնվազն երևի կես ժամ 40 րոպե։ Բայց կոչ արեց դրական միտումներն էլ չան տեսել 3 միլիոնանոցից, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ֆինանսների փոխնախարարը։ Հայաստանը կվերածվի 170 միլիոնանոց շուկայի։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ միանում է Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակումների ոչ, ընդհանրապես հնարավորություններ է ստանում։ Ու ավելի լայն հնարավորություններ, քան կային այսօր։ Եվրասիական միություն գնալու մասին Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունից ավելի քան 1 տարի անց պայմանագիրը խորհրդարան բերած իշխանությունը փոխեց անդամակցության դրդապատճառների շեշտադրումը։ Էլ չէին ասում անվտանգության խնդիր են լուծում։ Նպատակն ըստ շրջանառության մեջ դրված նոր վարկածի տնտեսական ինտեգրացիան էր։ Այս հայտարարությունները հունից հանեցին նախկին պաշտոնյաներին Ալեքսանդր Արզումանյանի, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարի համար։ Մերժելի էր Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալով Ռուսաստանի տնտեսության վերելք նկարագրելը։ Ինչ տնտեսական անվտանգություն, երբ երկիրը սանկցիաների տակ ճկռում է։ Ինչ բիզնեսի համար լավ մթնոլորտ, երբ գահավիժում է ռուբլին, հետը տանելով դրամը, ասաց Արզումանյանը։ Գնում ենք ամենառիսկային գոտի, աշխարհի ամենաերեք ռիսկային պետությունները։ Ոչ Ռուսաստանում ազատ շուկա կա, քաղաքական որոշումներով են որոշում, ում սնանկացնեն, ում բանտ նետեն, ում ձեռից բիզնեսը առնեն։ Նույնը Ղազախստանում է, իսկ էլ Բելարուսը չասած նախկին խորհրդային միությունն է գործում բայցկայի ղեկավարությամբ։ Սանկցիաների մանավանդ վիճակում մենք որևէ ներդրում չենք սպասում։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ կանխատեսեց անդամակցելու դեպքում կորուստներն օգուտներից շատ են լինելու։ Բագրատյանն անչափ դժգոհ էր պայմանագրին նախորդած բանակցություններից։ Ինչը չի կարելի ռուսերեն չի ասել, հիմա ասեմ։ Ես վերքած ասացի մաքսային միություն մենք չենք ստորագրում։ Մենք դժում ենք, փոխհատուցեք մեզ։ Նորմալ բացատրեցինք, մարդիկ հասկացան, դա 94-ին էր։ Եվ դրանից հետո շարունակեցինք ու մենք հաղթեցինք պատերազմը։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ասում եք, եթե մենք իմասեր չմիանանք, մեզնից կնեղանան։ Մեզնից կնեղանան, կընկնենք թուրքերի ադրբեջանցիների ձեռը։ Կընկնենք թուրքերի ադրբեջանցիների ձեռը, կգործենք պետականությունը։ Դրա համար գնանք այստեղ ստորագրենք, այստեղ կորցնենք պետականությունը։ Դա չի։ Ընդհանրապես այդպեսի բան չէ։ Եթե այդպես եք մտածում, նման մտածել եք պետք դուրս եկեք կառավարությունից, իշխանությունից։ Տվեք մեզ։ Եթե դուք գնում եք ռուսների հետ բանակցել, ինձանից ես խորհուրդ։ Միշտ եթե ռուսի դեմաս նստում ես բանակցելու, դուք մի բան ավելի մանցքանտել։ Մեր վզին պայմանագիրը փաթաթվել է, այս կարծիքին էր Ժառանգությունից Թևան Պողոսյանը։ Նախկին վարչապետ, այժմ իշխող Հանրապետական խմբակցության ամենաակտիվ падգամավորներից մեկը, Խոսրով Հարությունյանը որոշեց փակել թեման, կարճ ու կոնկրետ բացատրելով Հայաստանի իշխանությունների նպատակները։ Հայաստանը չի կարող դառնալ այն պետությունը, որը իր վարկով,
իր բարգով, իր մոտեցումով կարող են նպաստել Ռուսաստանի կազմաքանդմանը։ Սա է խնդիրը, ուրիշ խնդիր գոյություն չունի։ Չնայած խորհրդարանական քննարկումները 4 օր անցնում էին բողոքի ցույցերի ներքո, Եվրասիական տնտեսական միության պայմանագրին կողմ քվեարկել պատրաստվողներն արժանանում էին ամոթանքի, բայց գործընթացը նախաձեռնած իշխանությունը Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելիս դժվարությունների չհանդիպեց։ Հանրապետականին այդ գործում օգնեցին Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու Օրինաց երկիրը։ Խորհրդարանի 6 խմբակցություններից միայն Ժառանգությունը դեմ արտահայտվեց Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելարուսի հետ դաշինքին։ Եվրասիական միությանը դեմ արտահայտվեցին նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը։ Չնայած Դաշնակցության որոշմանը քվեարկել կողմ Աղոն Վարդանյանը ձեռնպահ մնաց։ Քվեարկությանը չմասնակցեցին նաև ԲՀԿ շատ արևմտամետներ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Եվրաինտեգրման հարցերի դեռևս գործող հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Քվեարկությունից առաջ հանրապետականներին մի վերջին անգամ փորձեց զգուշացնել Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը։ Անպտուղ նախաձեռնություն էր։ Արտասահմանից են մեզ հետևում եւ նաեւ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունից հատկապես հետևում են այն պատգամավորներին, ովքեր որ գործարար են, ովքեր հնարավորություններ ունեն շատ հաճախ մեկնելու Արևմուտք, Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, եւ նաեւ ձեզ ասեմ որ այդ անձինք ում որ հետևում են, իրենց քվեարկությունը շատ մեծ նշանակություն է ունենալու ապագայում, որպեսզի այդ ճանապարհները իրենց առջև փակվի։ Հիշեք եւ հետևեք պարոն Պուտինի կողմից իր օլիգարխների նկատմամբ վերաբերմունքը, մասնավորապես Եվտուշենկովի։ Քվեարկություն կողմ 103, դեմ 7, ձեռնպահ 1, որոշումն ընդունվել է։ Իշխանությունը գլուխ բերեց անդամակցությունը, բայց հնչող բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում Հայաստանի եւ Ղարաբաղի միջև անցակետի տեղադրման հարցն այդպես էլ չհստակեցվեց։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է Հայաստանին ցանկացած պահի կարող են պարտադրել մաքսակետ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին։ Ընդ որում դա արդեն Հայաստանի որոշելիքը չի լինելու, կա մաքսային խորհուրդ ըստ էության, որը հենց ինքն է որոշում մաքսերի հետ կապված խնդիրները։ Հնարավոր է, որ ինչ-որ մի պահի այդ մաքսակետը դրվելուց հետո Հայաստանի եւ Ղարաբաղի միջև արդեն ասեն, որ Ադրբեջանի միջոցով պետք է ապրանքները Ղարաբաղ մտնեն եւ դուրս գան։ Եվ դրանից հետո եւ զորքի խնդիր առաջանա, եւ հարակից խնդիրները, եւ մենք արդյունքում կորցնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի պաշտոնյաները չոր եւ դիվանագիտորեն էին արձագանքում Եվրասիական միությանը միանալու Հայաստանի որոշմանը։ Ընդունել ենք հարգանքով, ազատությանը ասաց խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ խնդիրը լուծվել է, երբ Հայաստանը հաստատել է Ղարաբաղը իր տարածքը չէ, վստահեցնում էին Հայաստանի իշխանությունները։ Տարեվերջին Երևան ժամանած Պետդումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հերքեց հայտարարությունները։ Ասաց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հարցը դեռ որոշված չէ։ Главы правительств Евразийского экономического союза это будут обсуждать после ратификации уже договоров в новом наступающем 2015 году. Я понимаю, что это вопрос нерешенный, да? Можно так сказать, да. Հոկտեմբերի 10-ին պայմանագրի ստորագրման օրն անգամ Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին Հայաստանի միանալու հավանականությունը 50-50 էր։ Պատրաստակամությունը, հիշում եք, Սերժ Սարգսյանը դեռ 2013-ի սեպտեմբերին Մոսկվայում էր հնչեցրել։ Իրագործման պաշտոնական մասին այնուհանդերձ ոչ մի կերպ հնարավոր չէր լինում հասնել։ Այդ օրն էլ էր կասկածելի։ Ռուս-Բելարուսա-ղազախական եռյակը կդառնա արդյոք քառյակ։ Մայիսին նրանք Հայաստանին չհրավիրեցին հիմնադիր անդամ դառնալու, իսկ սովորական անդամակցության ժամկետները Հայաստանի բարձրաստիճանները մի քանի անգամ արդեն փոփոխել էին։ Գարունն անցավ, ասացին ամռանը, ամառն անցավ, ասացին աշնանը։
Հոկտեմբերի 10-ին էր հարցն առկախ։ Արդյոք Ղազախստանն ու Բելարուսը պատրաստ էին գրկաբաց ընդունել Հայաստանին, թե մեկը, թե մյուսը Ադրբեջանի հետ բարիդրացիական կապերը զարգացնելու շահագրգռվածությունը երբեք էլ չէին թաքցրել։ Հայաստանի Եվրասիական միություն ընդունել-չընդունելու հարցի համատեքստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անգամ ասել էր, պետք է հաշվի առնել Ղարաբաղի հարցում Ադրբեջանի շահը։ Բելարուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին նոր առարկություններ այնուհանդերձ չհնչեցին եւ պայմանագիրը ստորագրվեց։ Հայաստանում անդամակցության շուրջ բողոքը մեծ մասշտաբներ չստացավ։ Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք էր անցկացնում ոչ իշխանական եռյակը։ Իշխանափոխության հարցով Սերժ Սարգսյանին հեռացնելու սցենար այդ օրը չներկայացրին, անդրադարձան ներքին խնդիրների, արտաքին մարտահրավերները հանգիստ թողեցին։ ԵՏՄ պայմանագրին ամբիոնից միակ անդրադարձողը Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանն էր։ Այսօր առանց որևէ լեգիտիմության կամ իրավագործության ոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Իր ցանկացած քայլ արտաքին թե ներքին ոչինչ է եւ ժողովուրդը չի ընդունում։ Պայմանագիրը ստորագրելուց 2 օր անց նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հավաստիացնել Եվրասիական տնտեսական միությանը միանալով Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ երկխոսությունը։ Կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան, մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը։ Այն շարունակվում է եւ շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը։ Թեև երկուստեք թե Հայաստանից եւ թե Եվրոպական միությունից պատրաստակամությունը հնչում է, ասոցիացման բանակցված համաձայնագրից Հայաստանի հրաժարվելուց հետո գրեթե 1.5 տարի անցել Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերվելու ձևաչափը դեռևս չի կարողացել գտնել։ Մի խոսքով այսօրվանից մի միությունում ենք, որն ավելի շատ հարցեր ու անորոշություններ է թողել, քան հստակություն մտցրել մեր ապագայում։